Պարոն Ծառուկյան, ես կխնդրեի եւս մեկ անգամ պարզաբանեիք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այսօր որ արել է, որ մինչև 2031 թվականը պատրաստվում է ձեր Սարի գլխին գտնվող տունը ձեզնից խլել եւ տալ այսպես ծերերին։ Ես թե նա այդքան հզոր մարդ է, որ կարող է խլի տա, թող հենց ադրբեջանցիները, որ մեր սախսյունիքով սարերի վրա վերել են ընդ իրանց զորամասերն են կայացրել, այդենց հզոր տղա, թող գնա դրանց հանի տա մեր ժողովրդին, թե չէ դադար խոսալա տուն առնել, տուն տալ, ասում, եթե այդքան հզոր է, թող հենց հիմա ադրբեջանցիները, որ սաղ մեր սարերը գրավել են բարձունքները, թող վերցնի տա մեր ժողովրդին։ Պաստորեն Նիկոլ Փաշինյանը չի դադարում սպառնալիքներ հնչեցնել, ամեն օր նոր սպառնալիքներ։ Դա արդեն որտեվ հողը ոտի տակից գնում է, էլ ասելու բան չունի, նրան մնացել է այսօր էքուց։ Ես դա ասել եմ, կարամ գրեմ, ստորագրեմ, բան չկա, ոչ ասելու, ոչ անելու, ոչ ծրագիր ունի, ոչ էլ 8 տարվա մեջ մի խոստում ա կարել, միայն վերցնելու եմ ժողովուրդ ջան, տամ ձեզ, մինչև այսօր 8 տարի, ժողովրդին ինչ ա տվել, ժողովրդի մեջ ինչն ա փոխվել, պարտքերը կուտակվել է, խեղճացրել է, ինչ ա արել, այնա վեգալազներ պարգևավճար տալիս է իրա թիմին, իրա գոնե սաղին հավասար տա, իրա հիմնական թիմակիցներն իրա նախարարներին, այդ չի հարացը, թող ասի, որ ժողովրդին թոշակառու է, այս այնա ինչ ա տվել, թող մի բան ասի, 8 տարի հիմա չի արել, նոր պետք է անել։ Այս սպառնալիքները կարող են, պարոն Ծառուկյան, ազդել ձեր նախընտրական քարոզ արշավի վրա որևէ Հակառակը, ժողովուրդ այսօր սաղել հասկացել է, թող մտնեն բոլոր տեղերն էլ մարդկանց հետ խոսեն։ Ասեն 6 ավտոբուս մարդատանը, որ կողքը կայնա ծապ տան։ Բայց թե ինչի համար են ծապ տալ, ես էլ չեմ հասկանում։ Կամ այսօր տարել էր մի հատ Ղարաբաղցի կին, եկել է, փաթաթվել է, ասում է շնորհակալ եմ քեզ, պարոն Փաշինյան, թորը զոհվեց, ամուսինը զոհվեց, երևի այդ կինը կամ խելք չունի, չգիտեմ, որ ամուսինը զոհվեց, թորը զոհվեց։ Ինչի համար է շնորհակալություն ասում։ Քո ուզածն է իրականությունը։ Ես զարմանում եմ, այդ տեսակ մարդիկ կան, թե չկան։ Պարոն Ծառուկյան, ողջունենք։ Բարև ձեզ, բարև ձեզ։